Գյումրիի ավագանու անդամ ՔՊԱ-ական Սարիկ Մինասյանը ներողություն է խնդրել սոցիալական էջերում հայհոյախառն մեկնաբանություններ գրելու համար։ Վիրավորվել է Մինասյանի արժանապատվությունը, երբ քաղաքացիները մեկնաբանություններում ՔՊԻ-ն անվանել են դավաճան։ Պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Հայհոյանք, անձնական վիրավորանք եւ անգամ հեռախոսը համար պահանջելու փորձ։ Ով ինձ գրել է ու իմ ընկերներին, հավանողներինն էլ հետը, տղա չես, համարդ գրի։ Համարդ գրի հլը այրասի։ Համարդ գրի կասեմ, բայց իմացի ես։ Այնուհետև Մինասյանը իր գրառմամբ փորձում է իրավիճակը ներկայացնել որպես ֆեյքերի գրոհ եւ սեփական վարքագիծը բացատրել հայելային պատասխանով։ Որոշ շրջանակներ չկարողանալով զսպել իրենց նախանձն ու անբարո վարքագիծը, ֆեյք օգտահաշիվներով գրոհեցին էջս, մեկնաբանություններում անպարկեշտ վիրավորական գրառումներ անելով, թիրախավորելով ոչ միայն իմ անձը, այլ ընտանիքս, քաղաքական թիմիս։ Հայկական մտածելակերպին տուրք տալով, որպես արժանապատիվ տղամարդ, տրվեցի նպատակաուղղված սադրանքներին եւ որոշ ֆեյքերի պատասխանել եմ հայելային։ Այս մեկնաբանությունում Մինասյանի ընտանիքին առնչվող որևէ միտք կա, իսկ այս մեկում փորձեցինք հասկանալ, որտեղ են այն վիրավորանքները, որոնք ըստ Մինասյանի ուղղված էին իր ընտանիքին։ Մեր զանգերը մնացին անպատասխան։ Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանն անընդունելի է համարում նմանօրինակ վարքը։ Սպառնալիք դու հայոյանքը դատապարտելի է, անձերք երբերից չեմ մեկնաբանել, չեմ ուզում մեկնաբանել, իսկ նման վարքագիծը դատապարտելի է։ Ատելության խոսքի ու սպառնալիքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը սահմանում է տուգանքից մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում։ Վերջերս Նիկոլ Փաշինյանի մասին նման մեկնաբանության համար 5 երեխաների մորը գիշերով ձերբակալել էին, քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից ասում են, Սարիկ Մինասյանի նկատմամբ չկա քրեական վարույթ, դրա համար անհրաժեշտ է հանցագործության մասին հաղորդում ստանալ, ինչը չեն ստացել։ Կգան ասում մենք պարտավոր չենք։ Ոստիկանությունը պարտավոր է, երբ որ ընդդիմադիր գործիչների հետ կապված է, չէ՞, հարց է առաջանում։ Մենք բազմաթիվ այսպիսի դեպքեր ունենք, երբ որ ոստիկանության աշխատողների հաղորդման հիման վրա, օպերատիվ աշխատանքի հիման վրա, ֆեյսբուքյան, չգիտեմ, սոցցանցերի ուսումնասիրության հիման վրա քրեական գործեր են հարուցվում։ Իսկ այստեղ կգան բարձր չէ, որ մենք գործ ունենք տարբերակված խտրական արդարադատության հետ։ Ավելի ուշ Սարիկ Մինասյանն իր հայոյախառն մեկնաբանությունները հեռացրել էր, սակայն այս վարքագիծը խիստ քննադատության է արժանացել։ Ընդ որում, առաջին դեպքը չէ, որ Սարիկ Մինասյանը հայտնվում է նմանատիպ սկանդալի կենտրոնում։ Անցած տարի գարնանը Պաշտոնյան ուղիղ եթերում քաղաքացուն այսպես ասած ռազմորկայի էր կանչել այն բանից հետո, երբ վերջինս հիշեցրել էր, որ Սարիկ Մինասյանը նախկինում ՀՀԿ-ական է եղել։ Կուսակցական պատկանելիության ասում է ՀԿ-ականը տեղափոխվել է ՔՊ-ի մեջ ու այն էլ զբաղեցնում է առաջին համարը, արդյոք նման պատահապաշտություն նշանակում է, որ հաջորդ ընտրություններին մեկ այլ կուսակցական ցուցակով կարող եք մասնակցել ընտրություններին։ Տվյալ անձին հրավիրում եմ անձամբ իմ հետ հանդիպելու, ես իրեն կոնկրետ կպատասխանեմ։ Մեկ այլ դրվագում Պաշտոնյան կրկին մեկնաբանություններում պատասխանել էր, մեկնաբանություն գրած կնոջը վիրավորել էր նրան, ապա պահանջել վերջինիս եղբոր կամ ամուսնու հեռախոսը համարը։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։